Բարի երեկո իմ շատ սիրելի հեռուստադիտող, ես Գայանե Ավետիսյանն եմ, Հորիզոնի եթերում տեսակետն է եւ այսօր տեսակետի տաղավարը Աստղարատ է, արտիստ, այստեղ են հրաշալի համազգայինի արտիստները, որոնց ես անսահման կարոտել եմ, բարի գալուստ, բարի երեկո, ինչպե՞ս եք։ Ասում փառք, ասում Դավիթ Հակոբյան, Ստեփան Ղանվարյան, Վարշամ Գևորգյան եւ Արման Նավասարդյան եւ ելի շատ ուրիշներ, որոնք այսօր ցավոք չկարողացան գալ ինձ մոտ հյուր, բայց նրանց կարող եք վայելել առաջիկա օրերին, քանի որ սպասվում է թատերական հրաշալի փառատոն։ Համազգայինն է Լոս Անջելեսում ամսի 7-ին, 8-ին, 9-ին եւ 10-ին։ Իսկ հիմա արդեն կզրուցենք ներկայացումների մասին։ Պարոն Հակոբյան, մի հատ առանձին պետք է ասեմ, որ ձեզ անսահման շատ էի կարոտել, շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք, բոլորդ ինձ համար շատ թանկ մարդիկ եք, մի փոքր ես հուզվել եմ, որովհետև շատ երկար տարիներ ձեզ չեմ տեսել, եւ շատ ուրախ եմ, որ համազգայինի շրջանակներում կկարողանանք վայելել ձեզ, ձեր ներկայացումները եւ այն հրաշալի անհամեմատելի տաղանդը, որ դուք այսպես կսփռեք Լոս Անջելեսում ապրող հայերին եւ նրանք կվայելեն եւ կհիշեն եւ կսպասեն ձեզ նորից։ Ներկայացումների մասին զրուցենք։ Առաջին ներկայացումը ամսի 7-ին է։ Այո, առաջինը ամսի 7-ին է եւ այնպես ստացվեց, որ այսօր հենց այդ ներկայացման մասնակիցն է, այդ ներկայացման կազմով է, հատուկ չեն կարել, պարզապես այնտեղ մյուս կազմը, մյուս բանի փորձն է անում։ Ինչևէ 7-ին է, դա մի չափազանց հետաքրքիր կոմեդիա է, ես նույնիսկ վախենում եմ ասեմ կոմեդիա է, չեմ ուզում գաղտնիքները շատ բացանել, բայց կոմեդիա է, ինչևէ, դա Վինչենցո Սալեմեի պիեսն է, դրսում ձյուն է գալիս, թե իսկ դրսում ձյուն է գալիս, իսկ դրսում ձյուն է գալիս, որը թարգմանվել է հատուկ մեր թատրոնի համար, հատուկ թարգմանվել է եւ շատ հետաքրքիր ձևով արագ մի տեսակ կայացավ, շատ արագ, այնպես Արմանը մեկ-մեկ չէր լինում, դրսում էր լինում, Երևանում չէր լինում, նույնիսկ հեռավար փորձեր էինք փորձում անել բան եւ այլն, եւ մի 10-12 անգամ հանդիպեցինք այդպես սեղանի շուրջը եւ այլն, ու մեզ բեմ չէին տալիս, որտեղ համազգայինի բեմը չէր, դա եւ ժամանակ չկար, ցերեկը մեզ բեմ չէին տալիս, այնպես ստացվեց, որ մեկ շրխ մի 20 օր մեզ գիշերները թույլ տվեցին բեմում փորձ անել։ Ու այդ 20 օրում այս իմ խենթ ընկերները այսպես ստեղծվեց եւս մեկ ստեղծեցին եւ այո, մի հրաշալի ներկայացում ստեղծվեց, հրաշալի, կարծես հենց իրենց համար գրված լինի այդ դերերը, զարմանալի ձևով, շատ նենց հատուկ որ ուզեինք ասենք դեր գրեք բան իրանց համար, այդպես երևի չստացվեր։ Ինքը շատ հետաքրքիր է, ինքը բան է, ոնց ասեմ, մի քիչ ծուռ ներկայացում է, նույնիսկ դեկորն է ծուռ, իրենց պահվածքը, իրենց բնավորությունները, բոլորը մի տեսակ ծուռ են։ Եղբայրներ են, որոնք դի ժառանգություն կիսեն իբրև թե բոլորդ ընդգրկված եք ներկայացման։ Այո, եւ մի փոքրիկ մասնակցություն էլ ես ունեմ, ժամանակին հասցնում եմ փախնել։ Ինչևէ շատ հետաքրքիր ներկայացում է մարդկային փոխհարաբերությունների, մարդկային դաժանությունների, ինչու՞ չէ, մարդկային անտարբերության, սիրո, ընտանիքի շատ հետաքրքիր ներկայացում է, շատ։ Այսօրվա կյանքի։ Այո, ոնց որ մեր մասին լինի, որ ոնց որ Հայաստանի մասին լիներ այդ պիեսը, այդ իմաստով, որ սերը պակասել է, իրար ինչ որ շատ ուշ են տեսնում, իրար խնամքի կարիք ունեն, բայց չի ստացվում, չեն կարողանում, այն մեկը այս պրոբլեմն ունի, այն մեկը այն պրոբլեմն ունի, բայց ապրում են իրար հետ, իմաստի ապրում են։ Հայաստանում էլ է այդպես, այսօր ոչ ոք իրար չի սիրում հիմնականում, բայց ապրում են իրար հետ։ Իրար ինչ ասում են, բայց ապրում են իրար հետ։ Առհասարակ աշխարհում է սերը պակասել, բայց երևի դա ինչ ասեմ։ Շատ հետաքրքիր դերակատար, ես խոստանում եմ պարզապես մեր հանդիսատեսին, որ նայելու եք զարմանալի դերակատարումներ, զարմանալի։ Հենց առաջին տարին օրինակ Վարշամը ստացավ տղամարդու լավագույն դերակատար մրցանակը արտավազդի, չէ՞, այդ ներկայացման համար։ Շնորհավորում ենք Վարշամ։ Այո։ Եվ
դեռ ինչ ասեմ, շատ կարոտով ենք խաղում, բայց սկզբում այդքան ժամանակ բեմ չէինք ունենում շատ խաղալու, արդեն հասցրել ենք նոր բեմում բանանել, թե փորձել, թե ցեղանի շուրջը հասցրեցինք ընդամենը։ Խաղացինք նոր բեմ։ Խաղացինք արդեն, հա, ճիշտ է, հասցրեցինք, խաղացինք, այո, նոր բեմում։ Ընդ վտանգ կարել, որտեղ բեմը մխվելու հնարավորություն չունի ամրացնելու, բայց ձևը գտան տղերքը։ Հա, նոր բեմ։ Պրեմիերան Երևանում արդեն կայացել է այս ներկայացման։ Վաղուց պրեմիերան, արդեն մի տարի է խաղում ենք այդ ներկայացումը։ Նոր բեմում։ Նոր բեմում մի անգամ խաղացել։ Մի անգամ Իդեպ հասցրեցինք խաղալ։ շնորհավորում եմ ձեզ, վերջապես համազգային թատրոնը տանն է։ Այո, ինչևէ, դա է հրաշալի դերակատարումներ, Արման Նավասարդյանը, Մարշամը Գեորգյան, Ստեփանը Ղամբարյան, զարմանալի, անսպասելի բան է դա։ Ես գերագույն հաճույքով նայում եմ անդադար ինչ են խաղում։ Ես անհամբեր եմ երբեմ գալու ու վայելելու ձեր խաղը, որ շատ կարոտել եմ։ Ստեփան, ո՞րն է քո հաջողության բանալին։ Ո՞րն է քո հաջողության բանալին, բոլորս գիտենք, ինչ դերակատարություն ունես ներկայացման մեջ եւ ո՞րն է քո այս հյուրախաղերի շրջանակներում, ո՞րն է քո ամենասիրելի ներկայացումը, որ այսպես կա չէ՞ միշտ մի հատ, որ ամենասիրելին է։ Ոնց որ պարոն Հակոբյանը ասաց, ես եղբայրներից մեկն եմ ներկայացման։ Ամենաշատ երևի սիրելի դերերիցս եւ ներկայացումներից մեկը հենց իսկ դրսում ձոն է գալիս պիեսն է, որտեղ սիրով խաղում եմ։ Ես չգիտեմ տենց բաների մասին պատմում են եթերում, թե չէ, բայց դեսպանատանը որ պետքա վիզա ստանանք, առաջինը պարոն Հակոբյանն էր հարցազրույց տալիս, ասեցին ինչ ներկայացումը եւ պատմեց գրեթե ինչպես հիմա, ես ամբողջությամբ ճոխ արդեն լավ, էլ մեզ հարցերի պատասխանել պետք է մենք մոտենում ենք ասում եղբայրներից մեկն եմ։ Դե պարոն Հակոբյանը սիրում է այսպես բովանդակալի, սիրուն նկարագրել։ Բայց չափազանցություններ չկան պարոն Հակոբյանի տեքստի մեջ, իսկապես ես էլ կարող եմ վստահաբար առանց վախենալու որ հետո ինչ կասեն, վստահաբար ասել, որ սա իսկապես շատ ծիծաղելի կոմեդիա է, շատ լավ տրամադրությունը հաղորդող եւ շատ խորհրդանիշ մտքերով եւ պետք է ասեմ, որ փորձի ընթացքում այդ Վինչենցո Սալեմեի հետ, այսինքն հեղինակի հետ կապի մեջ էինք, ինչի եմ սա էլ շեշտում, որ ժամանակակից գործ է, մեր ժամանակներում գրված եւ մի քանի անգամ տեսա կապ ենք ունեցել կերպարների հետ կապված, որ ասում էր պարոն Հակոբյանը շատ նման է, ինքը հեղինակը, ինքն էլ զարմանում էր, որ ինչքան է Արմանը հենց Ստեփանոն, ինչքան է Էնցոն Ստյոպը եւ հա, եթե հեղինակն էլ ռեժիսորն էլ տենց ճիշտ դերակատարում են։ Ինձ համար ուրախալի է, որովհետեւ իմ լավ ընկերների հետ եմ խաղում, հին ընկերների հետ եմ խաղում։ Այդ առումով այս ներկայացումը շատ թանկ է։ Այո, հին ավանդույթները շարունակվում են։ Ով է բեմադրիչը ներկայացման։ Պարոն Հակոբյան։ Պարոն մեղավորը։ Ես մեղավորս։ Ես մեղավորս։ Սկզբում ես չէի ուզում մասնակցեի, բայց Ինչու՞։ դե որ կողքից լինեմ, էլի բեմում դժվար է, որ դու խաղում ես ամեն բեմադրես ման։ Բայց հետո խաղացի, փոքրիկ է մասնակցությունը, շատ մեծ մասնակցություն չի, բայց հուսամ շատ կարևոր։ Ձեր դեպքում չկա փոքր կամ մեջ, կամ մասնակցում եք կամ չեք մասնակցում, եթե մասնակցում եք, դա հրաշալի է։ Արման, արդեն շնորհավորեցի, գիտեմ, որ որքան թանկ է բոլորիդ համար եւ մասնավորապես քեզ համար համազգային թատրոնը նոր արդեն իր հրաշալի տան պատերով, գիտեմ, որ բավականին երկար պայքարել ես, անձամբ դու պայքարել ես, այսպես միշտ համախմբված ես եղել, միշտ կողքին ես եղել, բոլորի թիկունքին ես եղել։ Վերջապես դուք տանն եք, շնորհավորում եմ, ուզում եմ մի փոքր բացի ներկայացումներից նաև անդրադառնալ, որ ինչպիսին է հիմա զգացողությունը նոր թատրոնում եւ իսկապես երանելի կլիներ, որ Սոս Արտաշեսովիչը հիմա տեսներ այդ թատրոնը, իր երազանքի թատրոնը, իր երազանքը։ Այո, շատ շնորհակալ եմ, որ նկատեցիք։ Զգացողությունները շատ անբացատրելի են։ Չեմ կարող այսպես բառերով մեկնաբանել այն զգացողությունը, երբ առաջին անգամ ունեցել եմ թատրոնի բեմում լինելու նոր հենց այս ներկայացումով էինք, հենց այս ներկայացումով եմ առաջին անգամ բեմ դուրս եկել նոր թատրոնի։ Այնպիսի տպավորություն էր, որ
այնպիսի զգացողություն էր, որ ամեն ինչ շատ սահուն է գնում, ամեն ինչ շատ հարթ է, հանդիսատեսը վայելում է, ես այդպիսին զգացողություն եմ ունեցել։ Հետո խաղացի Լորենցի Սաքոն, մի քիչ անկեղծորեն ասեմ, տեխնիկական խնդիրներ եղան ներկայացման ժամանակ, բայց դա չի խանգարել։ Էդ են եզակի ներկայացումն է, որ մի թեթև միանշան խանգարում, շեղում, ամբողջ ներկայացման որակի վրա կարող է ազդել։ Այս անգամ չեղավ, չզգացի դա։ Այնպես լավ գնաց, այնպես մտածեցի, որ վատ էլ խաղանք, միևնույն է լավ է ստացվելու այս բեմի վրա։ Իսկապես այդ զգացողությունը կա։ Եվ վերջապես այն զգացողությունը, որ դու տանն ես։ Շատ լավ նկատեցիք, համազգայինը տանն է։ Այո, այդ տան զգացողությունը, այդ ջերմությունը, այդ պատերը, որը դա քոնն է, քո ստեղծածն է, երբ ուզես կարող ես կործանել, երբ ուզես կարող ես այո, չանել։ հարմարեցված չէ, ինչպես շատ դահլիճներ հարմարեցվում են թատրոնին, հարմարեցված չէ։ Իհարկե խնդիրներ կան, իհարկե դեռ վերջնական տեսքի եկած սենյակներ, տեսքի չեկած սենյակներ կան, փորձասենյակներ եւ այլն, դրանք ընթացիկ բաներ են, լուծվող հարցեր են։ Բայց դու տանիք ունես, դու ունես քո շենքը, որտեղ կարող ես լիուլի ստեղծագործել, ազատորեն ստեղծագործել եւ ոչ մեկը չի կարող գալ ասել, գիտես, այս ժամին պիտի գնաս, որովհետեւ ինստիտուտի այսինչ կուրսի ուսանողները պիտի գան իրենց փորձն անեն։ Այդպիսի բան չկա։ Երևակայություն ունես, ստեղծագործի ինչքան ուզում ես։ Ես անհամբեր եմ երբ եմ գալու Հայաստան ու գալու համազգային Շատ թատրոն։ ջերմ մի, այսպես հետաքրքիր ծոցի պես մի միջավայր ենք ստեղծել։ Վստահ եմ, որ այդպես է։ Ուզում եմ խոսենք նաև մնացած 3 ներկայացումների մասին, արդյոք ժանրային տարբեր են։ Բոլորը։ Տարբեր են, այո, եւ ինչպես եք հասկացել, որ պետք է հենց այդ ներկայացումները Լոս Անջելեսի ուրախաղերում լինեն։ Դե կոմեդիա սիրում եք, պոեզիա սիրում եք։ Հաջորդ մեր 2 ներկայացումները պոեզիայի ժանրից են, բայց այնքան հետաքրքիր բեմադրված, որ ներկայացումը կոչվում։ Օթինը հենց Պարուսեվա։ Ամսի 7-ին վաղը մենք խաղում ենք, իսկ դրսում ձյուն է գալիս։ Այո։ Ամսի 8-ին խաղում ենք Պարուսեվակ, որը պոեզիայի ժանրում է, պոեզիայի ժանրից է, բայց այնպես չէ, որ մարդիկ նստած, այսպես պոեզիա են լսում, այդ տեսակ ներկայացում չի։ Շատ բուռն, շատ հախուռն, շատ զգացական, շատ էմոցիոնալ, շատ կրքոտ ներկայացում է ստացվել իր դրամատուրգիական գծով, երաժշտական, կենթանի երաժշտություն կա բեմի վրա, նույնիսկ որոշակի երգեցողություն կա բեմի վրա, երիտասարդական, այո, շատ հետաքրքիր ներկայացում է եւ Սևակի կարծեմ նորովի բացահայտում կարող ենք ասել սրան։ Երբ որ դու ընթերցող ես ու կարդում ես Սևակ, այդ զգացողությունը չես ունենում, բայց երբ որ ես առաջին անգամ նայեցի այս աշխատանքը, ես հասկացա, որ ես երևի մի նորից թերթեմ Սևակին, բաներ կա, որ վերընթերցելու կարիք կա։ Շատ հետաքրքիր։ Ամսի 9-ի ներկայացումը։ Ամսի 9-ի ներկայացումը հաղթանակի գենեզիս ներկայացումն է, որի մասին Վարշավը կպատմի։ Այո, լսում ենք Վարշավին։ Այո։ Որովհետև մասնակից է ներկայացման, մենք դա դոկումենտալ, ասեցի Վարշավը, ես եմ պատմում։ Դոկումենտալ ներկայացում է 3 հոգու մասնակցությամբ Նարինե Գրիգորյանի, իբրև նաև ներկայացման բեմադրիչ, Վարշավի Գևորգյան, իբրև դերակատար եւ իմ։ Մենք ամեն մեկս պատմում ենք մեր մանկության, պատանեկության, պատկերացումների, աշխարհընկալման, իսկ մեր մանկությունն ու պատանեկությունը անցել է պատերազմի շրջանում եւ Վարշավը պատմում է իր երևանյան տպավորությունները, կյանքը այդ տարիների, Նարինեն Գրիգորյան պատմում է Արցախում եղած իր տպավորությունների մասին, իր հոր մասին, իր հոր գերության մասին, ես պատմում եմ Շամշադինի իմ տպավորությունների մասին, հորս մասին, հորեղբորս մասին, ովքեր մասնակցել են պատերազմին, տատիս մասին, այս տեսակ հետաքրքիր ներկայացում է ստացվել, դոկումենտալ ներկայացում, մենք մեր անունից ենք խոսում, մենք չենք խոսում ուրիշի պատմությունների մասին, հենց մեր ապրածն ենք մենք պատմում, մեր անունից։ Այո, որը հետաքրքրորեն նաև ընդհանրական է, քանի որ 90-ականների բոլորս միանման էինք ապրում
Այնպես որ մեր բոլոր պատմություններում, ինչպես հաճախ լինում է, հանդիսատեսը իրեն էլ է կարողանում գտնել իր պատմությունների նման շատ բաներ, հիշողություններ։ Իրավիճակները բոլորի Եվ հետ ի նույնն են։ վերջո այս ամբողջ պատմության գերագույն նպատակը գաղափարապես, այսպես ասած, չնայած հստակ չէ, բայց ես իմ ընկալումով իհարկե հստակ է այնքանով, որ անունն էլ է այդպես հաղթանակի գենեզիս, ինչպես կարող է մի ազգ ամեն բոլոր դժվարությունները հաղթահարելուց հետո կերտել հաղթանակ։ Դրա մեջ բոլորից ներդրումը կա, ովքեր այդ ժամանակ եղել են, ապրել են, ամեն մեկը մի գործով, մի որևէ ձևով օգնել եւ ի վերջո հաղթանակ է ստացվել։ Կոչվում է հաղթանակի գենեզիս, ծնունդը հաղթանակի, որը շատ կարևոր է չմոռանալ, եթե դա սիստեմ է, այդ ձև է, թեորիա է, պետք է անգիր անել, պահել եւ որպեսզի ծնվեն նոր հաղթանակներ։ Սա է։ Եվ Երկու խոսք ավելացնեմ ներկայացման մասին, որովհետև սա շատ կենսագրական ներկայացում է բոլոր առումներով։ Ներկայացումը մենք բեմադրել ենք 19 թվականին, առաջին անգամ աշխատանքները վաղուց են սկսվել, բայց 19 թվականին եղավ առաջնախաղը, այսինքն մինչև պատերազմը։ Խաղում էինք բացարձակապես ուրիշ տրամադրությամբ, բոլորին ուրիշ բան էր։ Պատերազմից հետո մտածում էինք, որ երևի թե այլևս չխաղանք այս ներկայացումը, որովհետև իմաստն է կորցրել։ Բայց որպեսզի հիշեն, որպեսզի տեսնեն եւ գիտեք ինչն է հետաքրքիր, ավակ սերնդի հետ կամ մեր սերնդի հետ, սերնդակիցների հետ նաեւ դահլիճում լինում են երիտասարդներ, ովքեր չեն ապրել այդ տարիները։ Լսել են ուղակի իրենց ծնողներից կամ չեն էլ լսել, բայց նրանք գալիս են եւ սա իբրև դասագիրք է ծառայում այս ներկայացումը, որպեսզի հասկանան, թե իրենց ծնողներն ինչերի միջով են անցել եւ ինչպես են կերտել հաղթանակը։ Եվ պատերազմից հետո կարճ դադար տվեցինք, ի վիճակի չէինք խաղալու հոգեբանորեն եւ առանց որևէ փոփոխության վերականգնեցինք ներկայացումը։ Բացառությամբ մի ֆինալի մի այսպես ռեպլիկի։ Ներկայացումը վերջանում է Շուշիի հաղթանակով։ Մայիսի 9-ով 1992 թվականի։ Եվ վերջում Նարինեն մի հարց է տալիս ինձ, ասում է հայրս վերադարձավ եւ ես այլևս իմ օրագրի մեջ գրառում չարեցի, պարզապես գրեցի հաղթանակ։ Ու շուռը գալիս ինձ ասում է ու, իսկ ես պատասխան չունեմ ուի, ու ինչ եղավ այդ հաղթանակի հետ, ինչ արեցինք այդ հաղթանակի հետ։ Ես շուռ եմ գալիս Վարշամին եմ հարցնում, ու ինչ եղավ։ Իսկ Վարշամ պատասխանում է ու ծնվեց իմ կրտսեր եղբայր Հարությունը։ Միայն այս փոփոխությունն է եղել այդտեղ, մնացածը ամբողջությամբ պահպանված է։ Պարտադիր դիտելու ներկայացումներ Այո, են պարտադիր բոլոր դիտելու ներկայացումները, որովհետև այստեղ շատ դժվար է երեխաներին դաստիարակել հայեցի, իրենց պահել արմատներին մոտ։ Հայաստանում էլ դժվար է։ Այստեղ ավելի դժվար է։ Դրա համար ես կարծում եմ, որ բոլորը այսպես շուտափույթ կերպով վաղվանից 4 օր ամեն Այո։ օր կլինեն համազգային թատրոնի ներկայացումները կդիտեն, որովհետև կվայելեն, կհիշեն, կամոքվեն ինչ որտեղ եւ կսպասեն նորից, որովհետև եւ շնորհակալ եմ ձեզ, որ երկար ճանապարհ եք կտրել եւ անցել եք, որ գաք եւ մենք հնարավորություն ունենանք այստեղ այդ ծարավը հագեցնելու, որովհետև իսկապես այստեղ մշակույթային, երբեմն մշակույթային սով է լինում։ Այս ներկայացումը մի շատ հետաքրքիր հատկություններ ունի պրոֆեսիոնալ իմաստով։ Այդ պրոֆեսիոնալ թատրոնը հիմա ենթադրենք մենք այս 4-ին իրար հետ ներկայացում ենք խաղում։ Եվ եթե հանկարծ ես հիվանդ եմ, ինձ շատ հեշտ է փոխարինել։ Մեկ ուրիշը կգա կխաղա։ Դե պրոֆեսիոնալ մարդիկ են հիմա։ Այս ներկայացումը փոխարինել չի կարելի ոչ մեկին, որտեղ դա ոչ մեկի, դա պիես չէ, դա ինչ որ մեկի հորինածը չէ։ Ամեն մարդ պատմում է իր կյանքը։ Այսինքն այստեղ ինչ տաղանդավոր դերասան գա, չի կարող ոչ Վարշամին փոխարինել, ոչ Արմանին փոխարինել, ոչ էլ Նարինե Գրիգորյանին։ Բացառվում է։ Անիմաստ է դառնում։ Դառնում է սուտ։
Եվ եթե դեռ ժամանակ ունենք, Մենք անսահման ժամանակ Ո՛, ունենք։ պատմենք նաև մեր 4-րդ Այո, ներկայացման Այո, մասին։ այո, ներկայացման մասին իհարկե։ արևմտահայերեն է Այո, ներկայացումը եւ մեր- շատ կարևոր, Այո։ Մեր բացառիկ մի նոր բան։ բարեկամ թատրոնի, դե մեր թատրոնը ընդհանրապես բարեկամներ շատ ունի։ Բարեկամասեր թատրոն։ Այո։ Որովհետև դե մեզ սիրում են մեր խաղի համար, իսկ մենք սիրում ենք լավ մարդկանց եւ հաճախ հյուրախաղերում երբ հանդիպում ենք լավ մարդկանց դրանք դառնում են մեր բարեկամները։ Նախ ուզում եմ մեր հին բարեկամներին շնորհակալություն հայտնել համազգային կուզեմ ճիշտ ասեք, որ մշակութային միությանը շնորհակալություն հայտնել, որ տարիների մեր բարեկամներն են, երկար տարիների, Տիկին Շուշիկին, Մանուկին եւ մյուս բոլոր ընկերներին եւ վերջերս մեր թատրոնը նաեւ բարեկամացել է Վիգեն Հովսեփյան բանաստեղծի հետ, ով արևմտահայերեն է գրում եւ համագործակցություն է ծնվել Ամերիկա բնակ։ Ամերիկա բնակ, այո։ Այո։ Եվ համագործակցություն է ծնվել նոր պոեզիայի ժանրի մեջ եւս ներկայացում, որը շատ հետաքրքիր պոեզիա է ոչ միայն ընթերցելու, այլ փաստորեն նաև լսելու համար։ Եվ արևմտահայերեն, որը շատ բացառիկ է, գրեթե չի լինում արևմտահայերեն ներկայացումներ, շատ քիչ են լինում եւ այսպես կներես, որ ընդհատեցի Վարշավան, բայց որ չմոռանամ կարևոր բան պիտի ասեմ եւ երբեմն վերջերս գնացել էինք մի ներկայացման, այսպես պոեզիա եւ երաժշտություն, ես հասկացա այնքան քիչ մարդ էր եկել այդ ներկայացմանը, որ ես հասկացա, որ շուտով արևմտահայ լեզուն մահանալու է, արդեն չկա, գոյություն չունի, մշակույթը։ Դրա համար շատ ուրախացել եմ, որ տեսել եմ պոստերը, հասկացել եմ, որ դա եւս մեկ հնարավորություն է, որ արևմտահայ երեխաները, ովքեր որ այդ լեզուն տիրապետում են, այդ մշակույթը տիրապետում են, իրենք էլ պետք է կարողանան այդ ամեն ինչը վերապրեն, պետք է պահեն, զարգացնեն, սիրեն, ճանաչեն։ Իրենց լեզվով շփվեն արվեստի հետ։ Եվ սա այդպիսի առիթ է, որ իսկույն արևմտահայերեն հնչում էլի մեր երիտասարդ գեղեցիկ դերասանների շուրթերով եւ Տաթև Ղազարյանի նույնպես մասնակցությամբ հատուկ շեշտում եմ անունը, որովհետեւ շատերը սիրում են։ Տաթև Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, բոլորի անունները կարծում եմ կարելի է տալ արդեն, որ Հարություն Սարգսյանի երիտասարդներից Անդրանիկ Միքայելյան, Միլենա Ղազարյան եւ մեր Նարեկը Բաղդասարյան։ Եվ Նարեկը Բաղդասարյան, այո, մի խոսքով համազգայինի աստղաբույլն է, այստեղ բաց մի թողեք հնարավորությունը, վաղվանից սկսում ենք ներկայացումները, եկեք վայելեք, որովհետև իսկապես եթե չգաք, շատ մեծ բան պիտի կորցնեք, վստահեցնում եմ ձեզ։ Եվ հետո մի թյուր կարծիք կա, որ Հայաստանում բացարձակ հետաքրքրված չեն արևմտահայերենով։ Այդպիսի բան չկա։ Գոնե մեր մասնագիտական առումով դու ինքդ մեր համալսարանն ես ավարտել, կարծեմ ձեր ժամանակվանից հենց սկսվեց այդ ծրագիրը, այո, ձեր ժամանակվանից հենց ամեն ինչ արեցինք, որ արևմտահայերենը դերասանի վարպետության դասավանդման ձևերից մեկը լինի հենց արևմտահայերենով։ Մենք արեցինք բեմադրություն մեր կուրսերում արևմտահայերեն, այն մյուսը արեցին, եւ սա օգնում է նաեւ, որ մեր հանդիսատեսներ լսի այդ լեզուն, այնտեղ Հայաստանում լսի, այնպես չի, որ շատերը չեն էլ փառահեղ հեղինակներ ունենք արևմտահայ։ Դա փառահեղ լեզու է։ Եվ փառահեղ լեզու է, եւ գրագետ, չափազանց թատերային լեզու է։ Այո։ Եվ վերջում ամբողջ աշխարհում են արևմտահայերը, ավելի շատ են, քան Հայաստանում։ Չէ, ուրիշինը մեր լեզուն է, չէ վերջին հաշվով։ Ես որ Լիբանանում աշխատում էի, մի ընկեր ունեի պետիկը, ուրեմն շատ հետաքրքիր բան ձևակերպում էր տալիս։ Ասում էր, ես երազում եմ, որ հայերը բոլորը միասին խոսեն արև մտավ ելավ հայերենով։ Արև մտավ ելավ հայերենով, այսինքն այս երկու լեզուները այնքան ձուլվեն իրար, որ դառնա մի ճոխ կատարյալ լեզու, առանց վնասելու մեկը մյուսին, Եվ առանց զատելու։ Այո։ Դա կենթանի բան է, ինքն իրեն զարգանա, ինքն իրեն։ Այո, արհեստականորեն չես անելու, այո, արհեստական։ Եվ այդպես։ Ուզում եմ նաև ասել հազար ներողություն, որ աստղերու հավատքով
վերջին ամսի 10-ի ներկայացման մասին է խոսքը Վիգեն Հովսեփյանի կամ Պարույր Սևակը, դրանք այդպես պոեզիաներ չեն, թատերական լուծումներով արված, գեղագիտորեն, ճաշակով, բեմադրված, այսինքն չեն նստում պոեզիա կարդում, երբեմն որ բոլորս էլ անում ենք, այդպես չէ, թատերական լուծումներով արված ներկայացումներ են։ Ներկայացումները որտեղ են տեղի ունենալու, ժամը քանիսին, ժամը 7-ին։ Ժամը 7-ին Հոլիվուդի Barnsdall Gallery թատրոնում։ Այդ թատրոնի կողմերն են լինելու այս 5 օրը։ Տոմսերը կարող եք, եթե իհարկե դեռ ձեռք չեք բերել, կարող եք ձեռք բերել թիքետ, միքետ կայքով, այո, անպայման գնեք, այսպես վազելով ներկայացումները բոլոր անխտիր դիտեք, որովհետև մեկը մյուսից տարբեր են, այս հրաշալի արտիստները երկար ճանապարհ են կտրել, որպեսզի մենք կարողանանք վայելենք այն մշակույթային շաբաթը թատերական, որ մեզ շռայլորեն տալիս է համազգային թատրոնը։ Եվ քաջ գիտակցելով, որ նման մեծ երկրներում, նման մեծ քաղաքներում մարդիկ մշտազբաղ են, աշխատանք տուն, բայց պիտի ժամանակ էլ գտնեն երբեմն մշակույթով հետաքրքրվելու, այցելելու նման ձեռնարկների, դրանք շատ կարևոր են, որովհետև ամեն օր չի որ լինում է։ Շատ վաղուց համազգային թատրոնը Միացյալ Նահանգներում չէր եղել։ 10 տարի։ Կարծում եմ, որ այս հյուրախաղերից հետո դա արդեն կդառնա ավանդույթ եւ ես հաճախ կտեսնեմ ձեզ տեսակետի տաղավարում, իսկ դա նշանակում է, որ դուք հաճախ կգաք։ Իսկ մենք պիտի ուրեմն մեզ ստիպենք նոր ներկայացումներ բեմադրենք, որ չկրկնենք նախորդ բերած։ Այո, մենք միշտ սպասում ենք, կարծում եմ, որ հրաշալի է անցնելու այդ 4 օրերը, թատերական հրաշալի փառատոն։ Ես հիշում եմ, երբ որ այսպես վրա ներկայացումներ էին գալիս, մենք ունեինք այսպես փառատոններ թատերական, չէ՞, պարոն Հակոբյան։ Այո։ Ինչքան էինք մենք սպասում այդ ներկայացումներին, ցած սրտատրոպ, այս հիմա նույն սրտատրոպ այս վիճակով սպասում եմ ներկայացումները դիտելու, որովհետև դրանք պարզապես ներկայացումներ չեն, դրանք մեր ինքնությունն են, մեր արժեքն են, մեր անունն ու ազգանունն են։ Ձեզ շնորհակալություն, որ Շնորհակալ եմ շատ։ ժամանակից մեզ տրամադրեցիք մի փոքր մեզ հյուրում կալեցիք եւ մենք առիթ ունեցանք ներկայացնելու թե ինչ հետաքրքիր ծրագրով ենք գտնվում Միացյալ Նահանգներում։ Շնորհակալություն։ Ես մաղթում եմ լեփլեցուն դահլիճներ, ամենալավն եմ մաղթում եւ ձեզ անսահման սիրում եմ։ Շնորհակալ եմ, որ տեսակետի հյուրերն եք։ Մերսի։ Ապրեք։ Մենք էլ ենք շատ շնորհակալ ենք։ Իսկ դուք տոմսերը արագ գնեք, որովհետեւ արդեն ժամանակ չկա։ Կհանդիպենք տեսակետի շրջանակներում։ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հյուրախաղը Լոս Անջելեսում։ Ապրիլի 7-ին, իսկ դրսում ձյուն է գալիս։ Ապրիլի 8-ին, մարդը ափի մեջ։ Ապրիլի 9-ին, հաղթանակի գենեզիս։ Ապրիլի 10-ին, աստղերու հավատքով։ Ներկայացումները կարող եք դիտել Barnsdall Gallery թատրոնում։ Տոմսեր կարող եք ձեռք բերել ticketmiket.com կայքում։ Սիրով սպասում ենք ձեզ։